Եվ ասում է Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ 1-2 օր առաջ է հնչել այս այդ խոսակցությունը ավելի վաղ կար, հիմա գործնական փուլ են ուզում մտցնել, այ ընդ որում դա տեսեք, դա այն տարբերակներ, որ հայկական կողմն է իրականում առաջինը առաջարկել, խոսքը վերաբերվում էր ավելի արագ տրանզիտ ապահովելու Հայաստանի կենտրոնական հատվածով, խոսքը վերաբերում էր Ղազախ, Խիջևան, Վանաձոր, Գյումրի այդ ճանապարհով, այսինքն ալտերնատիվ ճանապարհը ավտոմոբիլային տարբերակներ առաջարկում եւ այդտեղ նաեւ հիշում եք վերջերս նաեւ խոսք գնաց, որ ռուսական կողմը հանձ է վերցրել Լերմոնտովա, Ֆիալետովա այդ հատվածի երկաթգծի վերակառուցման գործընթացը մեկնարկը տալու, ամենայն դեպս չի բացառվում, որ նաև համատեղ կլինի, բայց ես չեմ կարծում, որ դա սիմետրիկ ու սինխրոն տեղի կունենա, որովհետև դա ժամանակատար աշխատանք է։ Այսինքն Ռուսաստանի հետ կնճիռը հարթված։ Փորձում է Ադրբեջանը միջնորդի նաև դերակատարություն ստանձնել, այն նախկին խոսակցությունը, որ կար, որ Վրաստանը որպես տրանզիտ կոդի հիմա փոխարինել Ադրբեջանով, հիմա դա են փորձում գործարկել։ Առավել ևս, որ հենց ժամեր առաջ, գիտեք, հայտնի Wildberries, Amazon, Ozon այդ marketplace-երի հետ կապված լուրջ խնդիրը, որ ստեղծվել է ԵԱՏՄ կոդում, Հայաստանի հետ կապված, արհեստական թե ոչ արհեստական խնդիրների հետ ստեղծումը, հիմա փորձում են շրջանցելու հնարավորություններ նաև ստեղծեն։ Ջերմուկի նկատմամբ Ջերմուկի նման, այդ տեսեք, այդ ինչի ես ասացի, դա Հայաստանի առաջարկն է եղել, իրենց մոտ կա խոսակցություն, որ իրենք էլ նպատակահարմար են գտնում, ընդ որում հայկական կողմը չի մերժել եւ հայկական կողմն էլ այդ առաջարկ արել է, որ Գորիսով դեպի կապը հաստատել Նախիջևան, այսինքն Սյունիք Վայոց ձոր հատվածով նաեւ տրամադրել տրանսպորտային կապ Նախիջևանի հետ։ Ռուսական կողմից քաղաքական խանդի է նման։ Ոչ միայն քաղաքական խանդ, գիտեք, Ռուսաստանը այն երկիրը չի, որ զուտ քաղաքական խանդով սահմանափակվի կամ խանդի տեսարաններ դրսևորի։ Գիտեք վատը որն է, որ ռուսական կողմը, եթե անգամ խանդի տեսարան է դա անում, դա շատ վատ ազդեցություն է թողում մեր համար, տնտեսապես մասնավորապես։ Տեսեք, Լարսը մեկ օրով չասեմ, մեկ ժամով ավել փակվում է, առավել ևս այս եղանակին, այս սեզոնին, հա։ Շատ լուրջ խնդիրներ ենք ունենում։ Հեղուկազի խնդիրը ունեցած։ Տնտեսվարը իհարկե առավել ևս հիմա էլ այդ խոսույթը կա, տեսեք, հիմա ասում է Զելենսկին էլ է ժամանում Երևան։ Հիմա անգամ դրա պատրվագով Աստված գիտի հաջորդիվ ինչ Զելենսկին Բաքու էլ այցելեց, ինչ եղավ։ Չէ, եկեք սիմետրիկ չանցկացնենք Հայաստան, Ռուսաստանի եւ Ադրբեջանի։ Մի երկրի ղեկավարի այց է մեկ այլ երկիր։ Նորմալ է, չէ, եթե այդ բանականությամբ ենք նայում։ Չէ, դե որ խոսում ենք խանդի տեսարան ու հնարավոր սցենարներ, պարզը չէ, որ դա փշերով կընդունեն։ Կրեմլը դա չի կարող adekvat ու սթափ ընդունել այդ պահը։ Անկամ զուտ այն հանգամանքով պայմանավորված, որ ոչ թե Հայաստան-Ուկրաինա երկուստեք ինչ որ համաձայնություններ, հատուկ հրավեր, առանձնահատուկ մոտեցում, այլ դա զուտ այդ համատեքստում, հա, եվրոպական քաղաքական համայնքի համատեքստում հրավեր է, որ հրավերի մեջ եղել են մի շարք երկրներ, ընդ որում Ռուսաստանն էլ այդ համայնքի անդամ որպես այդպեսին ասեմ ձեզ հրավեր եղել է։ Ուրիշ բան, որ նրանք չեն մասնակցում եւ առհասարակ հիմա այդ նույն տրամաբանությամբ հիմա որ ռուսական կողմը ուզենա մասնակցի Երևանը պետք է բաց տանտունի, որովհետեւ դիվանագիտական հարթակ է տրամադրում բոլորին։ Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտության մասին տեղեկությունները, որ մենք ամեն օր, ամեն ժամ ստանում ենք, իրականություն են թե չափազանց։ Շատ դեպքերում ֆետիշացված են, պարոն Մնացականյան, որովհետեւ գիտեք, այս ամեն ինչը պետք է փաստերով խոսել։ Այդ էմոցիոնալ սպեկուլյացիաներից անդին կա փաստեր։ Եթե կան փաստեր, ասեք որոնք են։ Ես հասկանում եմ ուր է գնում այդ սլակները։ Այդ նույն տրամաբանությամբ է հիմա հագարուսները ուրիշ բան են ասում, չէ՞։ Ասում են դե հիմա մոլդովական սցենար են գործադրում, բայց այդ հadoop խմբերը ինչ են գալիս։ Այդ մենք չենք կարող մենք ինքնուրույն մեր ընտրությունները կազմակերպենք այդ օգնության գալացողները, այն էլ հadoop խնդրանքով, գիտեք։ Հետևաբար այստեղ այդ բումերանգային մեղադրանքներ է, բայց հողի վրա տեսնում ենք, որ գործնագանում մեկը այդ գործով
իրավական process չի գեներացնում կամ մտնում այդ իրավական քրեական հետապնդման տակ կամ առավելեսը փաստով ինչ որ փաստի առաջ կանգնի, լավ sense ասեմ։ Ամեն դեպքում ոչ շարքային ընտրություններ են սպասում, թե չէ։ Անսովոր, ես կասեի, որտեղ քաղաքական ներգաղթնակը այնպեսին է եւ կոնյունկտուրան այնպեսին է, որ շատ խոստումնալից բաներ են ասում տարբեր կողմեր, մարդիկ, որոնք որ վստահ են, որ անգամ 4-ի շեմը կհաղթահարեն, հա, նոր ուժեր կան։ Ընդ որում, եթե չեմ սխալվում, 19 քաղաքական ուժ արդեն հայտարարություն տարածել է, որ մասնակցելու են։ Հետևաբար բավականին լարված միջավայր ու մթնոլորտ է լինելու, ես կարծում եմ։ Այսինքն հետընտրական զարգացումներով նկատում։ Այո, նաև հետընտրական։ Հիմա տեսեք, այս իշխանությունները հասկանում են, որ վերարտադրվելը օրհասականի պես մի բան է, պետք է անպայման վերարտադրվեն հասկան, որովհետև հազար ու մի պատճառ ունեն անվտանգությունից, անձնական անվտանգությունից սկսած մինչև հազար ու մի հարց, որոնց վստահեցնում եմ այդ մտահոգություններով իրենք տառապում են ներքուստ։ Այս իշխանություններն նոր գալացողներն էլ բնականաբար խոստումներ են տալիս, փորձում են քաղաքական օրակարգ, ճանապարհային քարտեզներով իհարկե ներկայանան, բայց հասկանում ես, որ եկան այն գործիքակազմը, որ այս պահին իրանց վրա է կիրառվում, օգտագործում, իրանք են օգտագործելու։ Այսինքն իշխանությունը շատ քաղցր բան է, որ եկան ու ունեցան, իրենք են սկսելու հետապնդումներ, գիտեք, ռեպրեսիաներ, քաղաքական չի բացառվում։ Ես բոլորի չեմ հասցրել ուսումնասիրել, բայց արդեն ակնհայտ է, որ այդ նախընտրական ուզում եմ հարմար բառ գտնել, այդ նախընտրական խոստումը չի համապատասխանում, բայց ասեմ, խոստումներում Արցախ բառը չի օգտագործվում։ Առհասարակ բոլորը խուսանավում են այդ բառից արդեն իսկ։ Հասկացել են ինչը դեր։ Հասկացել են ու ընդհանրապես այդ դիսկուսի տակ էլ չեն ուզում մտնել, որտեղ արհեստական թե ոչ արհեստական ստեղծվել է մի հատ իրավիճակ, երբ որ Արցախ բառը ասողին արդեն ասում են դու հետ ես բերելու, պատերազմ ես ուզում, ռևանշիստ ես եւ այլն, ու ընդ որում այն ուժերը, որոնք որ թեպետ իրենք նպատակել հետագայում ունեն ինչ որ, հա, դերևս համեստաբար են արտահայտվում զուտ հայերին հետ գնալու իրենց բնորան եւ այլն, բայց ավելի հեռար նպատակներով։ Այդ մարդիկ խուսափում են, որովհետեւ հասկանում են, որ դա այն խաղակարգը չի, որ հիմա պետք է օգտագործել։